Զոն նայողների հետ կապված իհարկե քրեակատվական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան դատախազական վերահսկման աշխատանքեր իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՆԻՊ-ը, դիտորդական խումբը, խնդրում եմ նայեք իրենց տրված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա։ Իսպար վերացել է։ Ոչ, իհարկե իսպար չի վերացել։ Ես ձեզ հակադարձ հարց տամ։ Մեր հասարակության մեջ իսպար վերացել է քրեական ենթամշակույթը։ Պարզապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կանոնով գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումները պայքարել։ Դուք պաշտոնյա եք ընդհանրապես։ Շատ լավ, մենք քրեակատվական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեական պետություն եւ ինստիտուտներ բանակում դեպքերում ասում են հասարակությունից, բանկերում ասում են հասարակություն։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաեւ Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն է նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա որ ծեծի մասին է։ Որ ասացին, որ նաև որպես բողոքի ակցիա Նուբարաշենի ծմահների հետ կապվածն եք ասում։ Ծմահների հետ կապվածը իհարկե քրեական բարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։ Եվ առաջին հարցը վերաբերյալ է առողջական խնդիրներու, մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ շատ ուղիղ խնդրեց, որ աննապահ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված, խնդրում եմ քրեակատվական բժշկության պոակին հասցեագրեք ձեր հարցերը։ Դուք տեղեկություններ չունեք։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն։ Ինչ պայմաններում են պահվում Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններում են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ մյուս հուսամ չեկել լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից եկված անձինք։ Նուբարաշենում շատ վատ վիճակ